Մեր իշխանությունը վարչապետի գլխավորությամբ բազմիցս նշել է, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու եւ մեր քաղաքացիները դրա մասին իմանալով հունիսի 7-ին գնացել են ընտրության եւ մեզ վստահության քվեր են տվել իշխանությունն ենք ձևավորել։ Դուք ընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահ գնալու եք միջազգային հարթակներում ինչ դիրքորոշում եք հայտնելու Ղարաբաղյան շարժման վերաբերյալ, այն թեզերն եք առաջ մղելու, որ շարժումը շարունակվելու է, թե ոչ, խնդրում այդ հարցին հստակ պատասխանել։ Շնորհակալ եմ։ Ես այս հարցին շնորհակալ եմ հարցի համար։ Ես այդ հարցին արդեն իսկ իրականում պատասխանել եմ, բայց կարող եմ եւս մեկ անգամ կրկնել, իսկ հետո է նաեւ անպայման կանդրադառնամ, որ հունիսի 7-ի մարդիկ եկել են, ձեզ ընտրել են, անգամ 50% պլյուս ձայն չեք ստացել։ Եկեք դա էլ արձանագրենք եւ արձանագրենք, թե ինչքան հուժկու ահաբեկչական գործողություններ եք իրականացնում մեր ժողովրդի նկատմամբ, որովհետեւ ահաբեկում էիք պատերազմով։ Տիկին Գրիգորյանը ձեզ շատ հստակ հարց էր տալիս ու պատասխանը չկար։ Ասում էր հիմա ինչ անենք սեպտեմբերին։ Գնանք կասկալ գտնենք, ինչ անենք, պատերազմ լինելու է թե ոչ, որովհետև խոսքը այն մասին էր, ուղիղ ձեր գործադիր ղեկավարը հայտարարում էր. եթե մենք սահմանադրական մեծամասնություն չունենանք, սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Ինչ է սա, եթե ոչ ժողովրդին ահաբեկում պատերազմով։ Ու այս հարցին պատասխանը հիմա ինչ անենք, պատերազմը լինելու է թե չէ, գնանք պատրաստվենք, չպատրաստվենք, պատասխան չկար։ Արցախյան շարժման մասին, Արցախյան խնդրում եմ մի բան արեք, հա, այդ խոսքը ասելիս, որովհետև շատ հաճախ այդ անցումների մասին էիք խոսում, ընդամենը մի քանի տարի առաջ Արցախում նկարվում էիք եւ այլն, Արցախ ասեք, մի նեղվեք այդ բառից, հասկանում եմ, կարող է հաղորդագրություն ունեք ստացած, որ Արցախ պետք չի ասել, Ղարաբաղ ասեք, Արցախ ասեք, մի նեղվեք այդ բառից, եւ երբեմն անգամ լինում է պատահաբար ասում եք, հետո ներողություն խնդրում։ Հետո Արցախյան շարժումը ոչ սկսվել է, ոչ ավարտվել է, մեկ մարդու կարող է ավարտվել, մեկ մարդու հրամանով, մեկ քաղաքական ուժի որոշմամբ։ Պարոն Լևոնյան, կներեք, խանգարում ենք ձեզ։ Շնորհակալ եմ, պարոն Միքայելյան։ Արցախյան շարժումը չի կարող ավարտվել, սկսվել մեկ մարդու որոշմամբ, մեկ քաղաքական ուժի որոշմամբ։ Դա ամբողջ հայ ժողովրդի շարժումն էր եւ դա էր հենց որ սենց միտքս ձևակերպեմ, Հայաստանի երրորդ հանրապետությունը ծագել է նաեւ Արցախյան շարժումից։ Այսօր, երբ դուք խփում եք Արցախյան շարժմանը, խփում եք նաև Հայաստանի երրորդ հանրապետության պետականության հիմքերին։ Այստեղ ձեր մեջ կան նաև մարդիկ, ովքեր գուցեև մասնակցել են Արցախյան շարժմանը։ Մարդիկ ում ծնողներն են մասնակցել Արցախյան շարժմանը։ Արդյոք նրանք հաշտ են իրենց հետ։ Արդյոք նրանք հաշտ են, երբ որ մենք դուք խփում եք Հայաստանի երրորդ հանրապետության պետականության հիմքերին։ Արձագանք։ Եկեք եւս մեկ անգամ արձագանքենք, Տիկին Հովսեփյանը չպատասխանեց ըստ էության հարցին, եւ Տիկին Հովսեփյան ամբողջ քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիներին ահաբեկողը դուք եք եղել, ձեր ռոլիկներով, ամբողջ քարոզարշավի ընթացքում քրեական գործերը ձեր կուսակցության վրա են բացված եղել եւ եւս մի բան հիշեցնեմ, դուք ազգային ժողովի падգամավոր եք եւ փորձում եք ընտրվեք որպես հանձնաժողովի նախագահ եւ պատասխանեք բոլոր հարցերին ըստ էության, այլ ոչ թե լիրիկական զեղումներով։ Ես հարցերին պատասխանում եմ այնպես, ինչպես որ ճիշտ եմ գտնում։ Եթե դա չի համապատասխանում ձեր պատկերացումներին, դա կարծում եմ ինքներդ ձեզ կարող եք հարցնել, ինչու չի համապատասխանում ձեր պատկերացումներին։ Այն մասին, որ նախընտրականի ժամանակ քրեական գործեր են հարուցվել եւ այլն, Տիկին Գասպարյան, ողջույններս, ինքը շատ ավելի մանրամասն ներկայացրել այդ ամբողջ կեղծիքը, այդ ամբողջ մեխանիզմները, որ կիրառվում էր մեր ուժի հանդեպ,
Ես չեմ պատկերացնում, որ գոյություն ուներ մեկ քաղաքական ուժ, ում նկատմամբ այդքան բռնաճնշումներ են իրականացվել, այնքան քաղաքական հետապնդումներ են իրականացվել ուժեղ Հայաստան կուսակցության հանդեպ, ես չեմ պատկերացնում, չգիտեմ, կար այդպիսի կուսակցություն, այդպիսի ուժ։ Պատասխանները իրավական դաշտից տվել է Տիկին Գասպարյանը, մինչ օրս չկա մեկ գետ դատական որոշում, որով որ մեղադրյալ են ճանաչվել, եւ բազմաթիվ արդարացումներ են եղել, եթե իրավական տերմինոլոգիան ճիշտ չօգտագործեմ, ներողություն եմ խնդրում, այնպես որ մի քիչ չհամապատասխանեց իրականությանը ձեր պնդումները։